Բարի երեկո, Ազատության ուղիղ եթերում լրատվական կենտրոնն է, դիտեք այս ծրագրում։ Արյունալի կրակոցներ Երևանում, մեկ մարդ մահացել է, նախնական տվյալներով ևս 6-ը վիրավոր են։ Զարմացան, օրվա կենտրոն, օրը ցերեկով ավտոմատի ձայն։ Այս թռչունով եմ թռնելու Վաշինգտոն։ Նիկոլ Փաշինյանը մեկներ է Վաշինգտոն մասնակցելու նախագահ Թրամփի նախաձեռնած խաղաղության խորհրդի առաջին նիստին։ Եվրոպական մի շարք պետություններ մտավախություն ունեն, որ այս խորհուրդը նսեմացնում է ՄԱԿ-ի դերը։ Իրենք շատ լավ հասկանում են, որ էլեկտորալ առումով պարտվելու է։ Ընդդիմությունը խոստանում է առաջիկա ընտրություններում կրկնել Գյումրու սցենարը, այսինքն միավորվել եւ իշխանություն վերցնել, իշխող քաղաքացիական պայմանագրից հայտարարում են թույլ չեն տալու։ Ծոցորակները կտեսնեք, Գյումրի 2 օպերացիա չեք տեսնի։ Օնլայն տաքսի ծառայությունների վարորդները պահանջում են իրենց ևս ներառել գրանցված աշխատողների թվում եւ առողջապահական ապահովագրություն ունենալու հնարավորություն տալ։ Մենք դաժե ապառիկի թուղթ ենք ուզում ավտոները թարմացնենք կամ ինչ-որ տունը մի բան առնենք, չեն կամ ապառիկով է դաժե։ ԿՊԱ-ական պատգամավորները հրաժարվում են կատարել դատարանի վճիրն ու ներողություն խնդրել, քրգործ է հարուցվել։ Դեկտեմբերին դա որ իր պարգևավճարը ստացավ, իմ փորն էլ տվի։ Ժնևի բանակցությունները Մոսկվան եւ Կիևը դժվար են որակել, ըստ Զելենսկու, Մոսկվան եւ Կիևը գրեթե համաձայնեցրել են հրադադարի մեխանիզմը, բայց տարածքների շուրջ համաձայնություն չկա։ Նախ մահացու կրակոցների մասին, որ հնչել են Աջափնյակ թաղամասում։ Այսօր Շաբելյան փողոցից 7 հոգի հրազենային վիրավորումներով տեղափոխվել են հանրապետական հիվանդանոց, նրանցից մեկը մահացել է վիրահատարանում։ Վիրավորների վիճակի մասին Ազատությունը վերջին տեղեկություններն է ստացել Արմենիա բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի վիրաբուժության գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանից։ Կանալներն նույնն վիճակն են ընդհանուր հիվանդների, ուղղակի պետք է ասեմ, որ վիրահատված 3-ից մեկի վիրահատությունը ավարտվել արդեն գտնվում է բաժանմունքում, երկուսի վիրահատությունը շարունակվում է, իսկ բաժանմունքում եղած ևս 2 հոգի թող պետք է բարձրանա վիրահատարական սրահ։ 3 հոգու վիճակը միջին ծառայության է գնահատվում ստաբիլ, ինքը ռեանիմացիոն բաժանմունքից դիմացանոթային բաժանմունք տեղափոխվի վերջի նախնական մշակումից հետո։ Դենտի շրջանում վերք է։ Դե մյուսները քանի դեռ գտնվում է ռեանիմացիոն բաժանմունքում պետք է գնահատել ծանր։ Ընդհանուր տեսեք 7 հոգի է, ցավոք սրտի մեկը մահացել է, մնացել են 6 հոգի։ 6 հոգուց մեկինը միջին ստաբիլ միջին ծառայության է։ Մնացածը կարելի է գնահատել ստաբիլ ծանր։ Ոստիկանությունն առայժմ շատ սուղ տեղեկություններ է տալիս միջադեպի մասին, հայտնում են, որ մահացածը 45-ամյա տղամարդ է, հիվանդանոց տեղափոխվածների մեջ եւ դանակահարվածներ կան եւ հրազենային վնասվածք ստացածներ։ Պնդում են նաեւ, որ պարզել են դեպքի մասնակից անձանց ողջ շրջանակը, ձեռնարկվում են միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ, բայց ոչ մի տեղեկություն արյունոտ միջադեպի պատճառների մասին ու թե ում են որոնում։ Լրագրողներին իրենց լսածն ու տեսածն են պատմել շրջակայքի բնակիչները։ Մենք շենքում ենք ապրում, այստեղ դեմացի շենքը, բայց ձենները լսեցին, անգամ երեխեքը դաշտում վախ խաղում են, երեխեքը վախից փախան, մի հատ երեխա ընկավ, այդ ենք լսելու, մեզ տվավ ջահելուց, մեր շենքի դիմով անցավ, երեխաները դաշտում էին խաղում, ձեն ենքան բարձր է, որ այդ երեխեք անգամ այդ ձենից վախից փախան։ Տեղեկություն եք պատահական անցորդներ կան վիրավորների շարք։ Ոչ ոք չգիտեմ, չեմ էլ իմանում վիրավոր կա չկա։ Տնից դուրս չեկեմ, որ իմանայինք ինչ էր։ Իսկ ճանաչում եք Չէ։ Չէ, դե վերևից եք դայմ, այդքան չէ։ Մեկ է տեսանք երեխեքը դաշտում վախեցած փախան այդ երեխեքը ձայներից։ Թաղամասի բնակիչներ չէին առաջ Դե ուսա դեռ չնայեցինք այդ հասկի չեմ կարող ասի։ Ավտոմատիկ ձայները որ ով էլ լսեր զարմացան օրվա կենտրոն օրը ցերեկով ավտոմատի ձայն։ Ինչքան ոստիկան ավելացնում են, այնքան միջադեպերը շատանում են։ Անծանոթ են, ոչ մեկ այդ տաղի մի 20 հոգի փախան գնացին մեր կողքի շենքն եմ ապրում։ Մեր շենքի հետո փախան գնացին, ոչ մեկի դեմքը ծանոթ չէր։ Երբ մոտավոր եղավ դեպքը։
Չեմ կարող ժամն ասեմ։ Կրակոցները ուժեղ լսվում էր, հա ձայնը։ Ցավը տամ կրակոցները ստեղ արձագանքում է 4 կոմա շենքը վիսոտները։ Չգիտես որ կոմից է կրակոցը։ Քանի կրակոց մոտավոր լսած։ Մի հատ երկու հատ ազին իշխեր, հետո ոչերեդին գնացին։ Երեխեն զանգեց, տանը մենակ էր։ Տենց եկել։ Չէ, տեսել է ինչ որ sense պատուհանից, լսել չեմ կարող ասեմ, չեմ խոսած հենց նոր եկա բարձրանում էի տուն արդեն։ Այդքան մի բան։ Չեմ բարձրացել, հեռախոսով խոսացի, ասեցին, չէ, ուղղակի էս արշատաշից երևի տենց լսել են, այդքան մի բան։ Վերջին տարիներին լրահոսի անբաժանելի մաս են դարձել Երևանում եւ մարզերում կրակոցներով ուղեկցվող միջադեպերը։ Միայն անցած տարի ըստ վիճակագրական կոմիտեի հրազենով 152 հանցագործություն է կատարվել, 2024-ին 109, 2023-ին 94, փաստացի 2025-ին 2024-ի համեմատ շուրջ 40%-ի աճ կա։ Այսօր աշխատանքային այցով Վաշինգտոն է մեկնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որտեղ վաղը կմասնակցի նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած խաղաղության խորհրդի առաջին նիստին։ Անցյալ ամիս Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներն ընդունել էին այս նախաձեռնությանը միանալու առաջարկը եւ Դավոսի տնտեսական ֆորումի շրջանակներում մի շարք այլ առաջնորդների հետ մասնակցել կանոնադրության ստորագրման պաշտոնական արարողությանը։ Իսկ սկզբանե հայտարարվել էր, որ այս խորհուրդը Գազայի վերականգնումն է վերահսկելու։ Այժմ սակայն Թրամփն ավելի մեծ խնդիրներ է դրել կառույցի առջև, հայտարարելով, թե այն պետք է լուծի գլոբալ հակամարտությունները։ Վատիկանն ի դեպ հրաժարվել է մասնակցել այս նախաձեռնությանը։ Սուրբ Աթոռի տեսակետն այն է, որ միջազգային մակարդակում ճգնաժամերի կառավարումը պետք է իրականացվի ՄԱԿ-ի միջոցով։ Եվրոպական մի շարք պետություններ ևս մտավախություն ունեն, որ այս խորհուրդը նսեմացնում է ՄԱԿ-ի դերը։ Բաքվի ռազմական դատարանի կողմից Ռուբեն Վարդանյանին կեղծ մեղադրանքներով 20 տարվա ազատազրկման դատապարտելը պարզապես արդարադատության ծաղր է, հայտարարել է Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավախորհրդատու հայտնի ամերիկացի փաստաբան Ջարեդ Գենսերը։ Լեռնային Ղարաբաղի երբևէ զինվորական պաշտոն չզբաղեցրած նախկին պետնախարարը նախորդին դատապարտվեց 20 տարվա ազատազրկման, մեղավոր ճանաչվելով մի շարք ծանր հանցագործությունների համար։ Բաքվի բոլոր դատավարություններն անցել են առանց միջազգային ներկայության, փաստացի փակ պայմաններում, լուսաբանվելով բացառապես պետական լրատվամիջոցների կողմից։ Դատավարությունն ինքնին լիակատար կեղծիք էր, քանի որ քաղաքացիական անձանց ռազմական դատանում դատելը անօրինական է։ Այն նաև անցկացվել է գաղտնի, ուղեկցվել անթիվ խախտումներով, օրինակ բազմից մերժվել է փաստաբանի հետ կապի ապահովումը։ Տասնյակ միջնորդություններ պարզապես անտեսվել են, իսկ դրանք, ըստ ադրբեջանական օրենքների, պետք է քննարկվեին ներկայացնելուց հետո մի քանի օրվա ընթացքում։ Բացի այդ, այսպես կոչված վկաների, այսպես կոչված ապացույցները անօրինական էին ու պետք է որակվեին որպես անընդունելի ապացույց։ Բոլոր վկաները պնդում էին, որ իրենք կամ իրենց ընտանիքի անդամները վիրավորվել են հայ զինվորականների կամ այլ զինված խմբավորումների հարձակումներից, սակայն ընդհանուր առմամբ այսպես կոչված ապացույցն այն էր, որ նրանք այդ հարձակումներին Ռուբենի մասնակցության մասին լսել են Ադրբեջանի պետական լրատվամիջոցներից։ Սա առ-ոչինչ ապացույց է, հետևաբար Ռուբենի դատավճիռը խախտում է ինչպես միջազգային, այնպես էլ Ադրբեջանի օրենքները։ Բոլոր 19 հայ քրիստոնյա քաղբանտարկյալներն ու ռազմագերիները պետք է անհապաղ եւ անվերապահորեն ազատ արձակվեն։ Ես կոչ եմ անում նախագահ Դոնալդ Թրամփին կատարել հրապարակավ Հայաստանի վարչապետին տված իր խոստումը, ապահովելու նրանց բոլորի ազատ արձակումը նախագահ Ալիևի ձեռքից, որպեսզի նրանք կարողանան անվտանգ վերադառնալ Հայաստան։ Ավելի վաղ կայացվել էին Լեռնային Ղարաբաղի մյուս նախկին ղեկավարների եւ այլ հայերի դատավճիռները։ Ռազմական դատարանը 15-ից մինչև ցմահ ազատազրկում էր սահմանել։ Ադրբեջանի նախագահն էլ օրերս բացառել էր, թե Ղարաբաղի նախկին ղեկավարները ազատ կարձակվեն։ Ադրբեջանական բանտերում այժմ 19 հայ է պահվում։ Անցած սեպտեմբերին Կարմիր խաչի գրասենյակի փակումից հետո նրանց վիճակի մասին տեղեկությունը խիստ սահմանափակ է դարձել։ Խորհրդարանական ընտրություններին 4 ամսից էլ քիչ է մնացել եւ տարբեր քաղաքական ուժեր իրենց հաշվարկներն են անում եւ ծրագրերը գծում։ Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն եւ Անդրանիկ Թևանյանի Մայր Հայաստանը միասին են մասնակցելու եւ արդեն հայտարարում են, որ փորձելու են կրկնել Գյումրու սցենարը, համախմբվել ընդդիմադիրներով եւ իշխանություն դառնալ։ Իշխող քաղաքացիական պայմանագիրը հայտարարում է թույլ չի տալու, որ այդ սցենարը կրկնվի։ Եվ չպիտի թույլ տանք Քոչարյանին, ռուսաստանցի օլիգարխին ու տեղական բելարուսամետ հակումներով օլիգարխին
որոշել մեր երկրի ճակատագիրը։ Ծոցորակներ էլ կտեսնեք, Գյումրի 2 օպերացիա չեք տեսնի։ Կարող եք հիմիկվանից պարոն Թևանյանի հետ դեպի Դոնբաս տուրիստական տոմսեր գտնել։ Նախ ինչ վերաբերում է տոմսերին, ապա կարծում եմ, որ ոմանք պետք է շահագրգռված լինեն կամ երևի արդեն իսկ լուծել են իրենց հարցերը դեպի Անկարա կամ Բաքու մեկնելու առումով կարծում եմ բացահայտ Իշխանությունը շարունակում է զգուշացնել թույլ չի տալու քաղաքական նոյան տապան կառուցող Գագիկ Ծառուկյանի, միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի եւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած ուժերին ընտրություններից հետո միավորվելով իշխանություն վերցնել, ինչպես որ տեղի ունեցավ Գյումրիում անցած տարի։ Իշխանական շրջանակներում կրքերը ել ավելի բորբոքվեցին, երբ ընտրություններին Գագիկ Ծառուկյանի հետ մասնակցելու մասին հայտարարած Մայր Հայաստան կուսակցության առաջնորդը հանրայինի եթերում պնդեց Գյումրի 2-ն անելու։ Հայաստանի օլիգարխիկ եւ հականկախական ընդդիմությունը փորձում է ամբողջ հանրապետությունում Գյումրի 2 օպերացիան։ Հայտնի դոնբասական Անդրանիկ Թևանյանը միավորվել է Գագիկ Ծառուկյանի հետ, որպեսզի ձևավորի այդ հականկախական ընդդիմադիր բլոկներից առաջինը։ Իրենց վարչակից արդեն հուշում է ինչ են անհանգստացել, որովհետեւ իրենք շատ լավ հասկանում են, որ էլեկտորալ առումով պարտվելու են։ Հիմա եթե գնալու են ընտրակեղծիքների եւ այդ ճանապարհով թույլ չեն տալու, դա նշանակում է, որ իրենք հասարակական խրձրություններ, բախումներ են ուզում հրահրել։ Իշխանությունից հնչող զգուշացումներին ի պատասխան Մայր Հայաստանի ղեկավար Անդրանիկ Թևանյանը հիշեցնում է, ընտրություններից հետո միավորվելու եւ իշխանությունը փոխելու մեջ որևէ հանցակազմ չկա։ Ընդդիմադիրները նաեւ հիշեցնում են, նույն մեխանիզմով Երևանի քաղաքապետ ընտրվեց ՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանը, երբ նրան միացավ Արամ Սարգսյանի Հանրապետություն կուսակցությունը։ Հաստատի իշխանությունը ընդդիմությանը մեղադրում է ընտրությունների միջոցով ժողովրդի քվեով իշխանության գալու նպատակ ունենալու համար։ Խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ առաջնորդի հետ մասնակցող Մայր Հայաստանի ղեկավարը բացում է փակագծերը։ Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո ամենաշատ ձայներ ստացած ընդդիմադիր ուժերը կմիավորվեն եւ կոալիցիա կկազմեն։ Մոտ 1 տարի առաջ Գյումրիում ընդդիմադիր ուժերը ընդամենը միավորվեցին, որ քաղաքապետ դառնա Կոմկուսի թեկնածու ընդդիմադիր Վարդան Ղուկասյանը, սակայն քաղաքային իշխանության մաս չդարձան։ Ինչ վերաբերում է Գյումրի 2-ին, դա շատ պատկերավոր ձևակերպում է, դա հետեւյալն է, որ եթե ընդդիմադիր ուժերից որևէ մեկին չհաջողվի 50 եւ ավելի տոկոս հավաքել, այսինքն միանձնյա իշխանություն ստանձնելու հնարավորություն ունենալ, ապա տեղի կունենա ուժերի միավորում, որը աշխարհում կոչվում է կոալիցիա եւ խորհրդարանական կառավարումն էլ հենց ենթադրում է այդ կոալիցիան։ Մեր կարծիքով ամենայն հավանականությամբ հենց այդպես էլ կլինի, որովհետեւ որևէ ուժի առանձին վերցրած դժվար է պատկերացնել, որ հնարավոր լինի տվյալ ուժին հավաքել 50+։ Թե որ ուժերի միջև ինչ համամասնությամբ եւ վարչապետի ինչ թեկնածուով կոալիցիա կկազմվի, ըստ ընդդիմադիր գործչի կորոշի ժողովրդի քվեն։ Թևանյանի համոզմամբ վարչապետի թեկնածուի հարցում խնդիր չի առաջանա, քանի որ ընդդիմության դաշտում մեկ միասնական օրակարգ կա՝ հեռացնել Փաշինյանի վարչակազմին եւ փոխել ներքին ու արտաքին օրակարգը։ Այնպես որ ժողովուրդն է ի վերջո իր քվեով որոշելու արդյոք Հայաստանը դառնում է արևմտյան Ադրբեջան, թե մնալու է Հայաստանի Հանրապետություն։ Այս ընտրությունների արդյունքում տեսեք ինչա տեղի ունենալու։ Բոլոր նախկին իշխանությունները եւ բոլոր օլիգարխները վերջնականապես եւ անվերադարձ դուրս են շպրտվելու քաղաքական դաշտից։ Փաշինյանն իհարկե չմանրամասնեց, թե դա ինչպես է անելու։ Նրա այս հայտարարությունից հետո ԿՊ-ականները սկսեցին թիրախավորել Սամվել Կարապետյանին, նրան ներկայացնելով որպես ռուսաստանցի օլիգարխ եւ Գագիկ Ծառուկյանին, վերջինիս էլ որակելով տեղական օլիգարխ։ Օլիգարխ է արդյոք այժմ Գագիկ Ծառուկյանը։ Ըստ ուղղաբանության օլիգարխը քաղաքական համակարգում գործող մեծահարուստ անձն է, ով մեծ ազդեցություն ունի քաղաքական որոշումների ընդունման վրա։ Եթե քաղաքագիտական ձևակերպումներ տանք օլիգարխային, ապա անգրագիտություն է Սամվել Կարապետյանին, Գագիկ Ծառուկյանին եւ մյուսներին, ովքեր իշխանության մեջ չեն եւ իշխանական որոշումներ չեն կայացնում, օլիգարխ անվանելը։ Մայր Հայաստանի առաջնորդն ասում է, եթե հանրային ընկալումով դատեն, այսինքն եթե մարդը փող ունի, ուրեմն օլիգարխ է, ապա ըստ Թևանյանի օլիգարխներն Փաշինյանի երկու թիմակիցները՝ մեծահարուստ ԿՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ու մեծահարուստ գործարար այժմ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը։ Մեկին հիմա ուղարկել են Ռուսաստանում դեսպան, մյուսը Ադրբեջանի հետ բենզինի առևտրով է զբաղված։ Ծառուկյանը հայտարարել է, որ որևէ պաշտոնի չի հավակնում, տվյալ դեպքում վարչապետի պաշտոնի նույնպես չի հավակնում, այնպես որ նույնիսկ այդ դատական տրամաբանության մեջ
ինքը չի մտնելով։ Նույնիսկ եթե պաշտոն չի զբաղեցնում Ծառուկյանը, բայց ունենում է իր թիմը խորհրդարանում, այսինքն չի լինում, որ ինքը ի վերջո այդ օլիգարխիան վերադառնում է, երբ որ մարդը ունի եւ իշխանության որոշումների վրա ազդելու լծակ եւ նաեւ բիզնես եւ հարստություն։ Այդ տրամաբանությամբ քաղաքականությամբ պետք է զբաղվեն բացառապես բոմժերը, փաստորեն։ 2026 թվից հետո դուք այլևս չեք տեսնելու քաղաքականությամբ զբաղվող օլիգարխ, չեք տեսնելու։ Չնայած Փաշինյանը խոստանում է 2026-ի ընտրություններից հետո լուծել քաղաքականությամբ զբաղվող օլիգարխների հարցը, սակայն 8 տարի առաջ 2018-ի հոկտեմբերին հենց Գագիկ Ծառուկյանի ներկայությամբ Փաշինյանը հայտարարում էր Հայաստանում այլևս օլիգարխներ չկան։ ԲՀԿ առաջնորդն այն ժամանակ վարչապետի համար ընդամենը խոշոր սեփականատեր էր։ Պարոն Ծառուկյանը Հայաստանում խոշոր սեփականատեր է, դա ոչ մեկի համար գաղտնիք չէ։ Պարոն Ծառուկյան, օլիգարխ չէ, այսքան։ Հայաստանում օլիգարխներ չկան։ Իդեպ հեղափոխությունից հետո հենց 2018-ի հոկտեմբերին Փաշինյանը Ծառուկյանի հետ հուշագիր ստորագրեց արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։ Ավստրիայում նախորդին մեկնարկել է եպիսկոպոսաց հավաքը, որին մասնակցում են Հայ առաքելական եկեղեցու ամենայն հայոց կաթողիկոսության 25 արքեպիսկոպոսներ եւ եպիսկոպոսներ, այդ թվում Երուսաղեմի եւ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքություններից։ Ամենայն հայոց կաթողիկոսը ժողովականներին իր պատգամը առցանց է հղել։ Գարեգին II-ին թույլատրված չէ բացակայել երկրից, քանի որ հավաքից օրեր առաջ նրան մեղադրանք ներկայացվեց։ Ավստրիայում ի սկզբանե եպիսկոպոսական ժողով պիտի լիներ, բայց դարձավ հավաք առանց որոշումներ կայացնելու հնարավորության կաթողիկոսի բացակայության պատճառով։ Խնդրում եմ ձեզ աղոթել մեզ համար, սրանք կարևոր օրեր են եկեղեցու կյանքում։ Վիեննա թռչողոթանավից խնդրում եմ Միացյալ Նահանգների արևելյան հայոց թեմի առաջնորդ Մեսրոպ եպիսկոպոսը, կարևոր երկրորդ օրն է Ավստրիայի հնագույն Սանկտ Փոլթեն քաղաքում։ Այստեղ են հավաքվել հայ առաքելական եկեղեցու 25 եպիսկոպոսներ, քննարկելու ամիսներ շարունակ ներհայաստանյան կյանքը փոթորկող հոգևոր ու իշխանական վերնախավերի հակամարտությունը։ Առայժմ սակայն ոչ մի ձայն ու մեկնաբանություն չկա Սանկտ Փոլթեն Մասնակից հոգևորականներին ուղված մեր բոլոր զանգերը անպատասխան են մնում։ Եպիսկոպոսական հավաքի բացման օրվա մասին կարճ տեղեկատվություն, տեսանյութ ու մի քանի լուսանկարներ են տարածվել միայն։ Դատելով դրանցից, եպիսկոպոսները ջուր էլ ունեն օրակարգել։ Հավաքը վարում է խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ ու Վատիկանում ամենայն հայոց կաթողիկոսի ներկայացուցիչը։ Սրահում մեծ մոնիտոր է կախված, սակայն մայրաթորից արդեն հայտարարել են Էջմիածնից հավաքին առցանց միացող եպիսկոպոսներ չեն լինելու։ Ամենայն հայոց կաթողիկոսը 3 հավաքի բացման արդիվ պատգամ է հղել։ Նվիրապետական աթոռները առաջին դեմքերով ներկա չեն հավաքին։ Կիլիկիո կաթողիկոսը, Պոլսո ու Երուսաղեմի պատրիարքները ուղերձներ են հղել։ Վեհապարը այնտեղ չի, մյուս գաղափարներն էլ այնտեղ չեն լինի։ Ամեն բան պայմանավորված է իրարով։ Ամենայն հայոց կաթողիկոսն իր իսկ հրավիրած եպիսկոպոսած հավաքին մասնակցել չկարողացավ, քանի որ թռիչքից կարելի ասել ժամեր առաջ նա մեղադրյալ դարձավ երկիրը չլքելու խափանման միջոցով։ Իրավաբաններն ավելի վաղ ենթադրել էին, որ ժողովը տապալելուն ուղված քայլեր կարվեն, իսկ Փաշինյանը մեղադրանքն առաջադրելուց 1 օր առաջ ենթադրել էր, թե վեհապարը ժողովը դրսում է անցկացնում, որ կաթողիկոսական աթոռն էլ հետը տանի։ Ես դա թույլ չեմ տալու։ Թույլ չեմ տալու։ Դատական ակտի կատարմանը խոչընդոտելու քրեական գործով մեղադրյալ են նաև 6 եպիսկոպոսներ ու այն քահանան, որ Ավստրիայում պիտի ժողովի քարտուղարը լիներ։ Էջմիածնից միայն 2 եպիսկոպոսներ են, որ կարողացան գնալ հավաքին, որովհետև երկրից բացակայելու իրավական արգելքի տակ չեն։ Վեհապարի բացակայությամբ փոխվեց նաև ժողովի կարգավիճակը։ Այն դարձավ հավաք, որտեղ որոշումներ ընդունվել չեն կարող։ Հավաքը քննարկումներ է անում, խորհրդակցություններ է անում եւ հավաքը կարող է իր քննարկումների եզրակացությունները բերել մայրաթոռ։ Որոշումներ չեն կայացնում, վճիռներ չեն կայացնում։
Փաշինյանի արշավին միացած ու կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսներն այս հավաքը բոյկոտելու կոչ էին արել։ Դրանցից միայն Ամերիկայի արևմտյան թեմի առաջնորդ Հովնան arczepiskopos Տերտերյանն է Սանկտ Փոլթնում վեհապարին ուղղված իր մեղադրանքները քննարկելու հույսով։ 10 կետից բաղկացած փաթեթ է կաթողիկոսի կուսակրոնության ուխտը խախտելու, նրա եղբոր գործակալ լինելու, հոգևորականներին ցույցերի մասնակցությանը պարտադրելու հարցերից մինչև միանձնյա կառավարման մեղադրանք։ Առայժմ հայտնի չէ արդյոք Հովնան Սրբազանի հարցադրումները քննարկվել են։ Հավաքը շարունակվելու է նաև վաղը ենթադրվում է ամփոփիչ հայտարարություն կլինի։ Առայժմ կարճ հաղորդագրություն է։ Մասնակիցները արևագալի ժամերգության են մասնակցել, աղոթական առանձնացման մեջ են եղել, բայց կեսօրից հետո այնուամենայնիվ սկսել են քննարկումը։ Երեկ երեկոյան էլ Մայր տաճարում երեկոյան ժամերգության են մասնակցել, լսել կաթոլիկ եկեղեցու Սանկտ Փոլթնի թեմի առաջնորդ Ալոիս եպիսկոպոս Շվարցին։ Ավստրիայի կաթոլիկների կաթպրես լրատվական գործակալությունը փոխանցում է նրա խոսքերը։ Այսօր մենք հավաքվել ենք աղոթելու միմյանց հետ եւ միմյանց համար։ Խոր համերաշխությամբ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի ու հայ եկեղեցու մյուս առաջնորդների հետ։ Տաճարում բոլորով նկարվել են, ժպտացողները շատ չեն, եզրաս ու խաժակ սրբազանները։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում ենք Օնլայն տաքսի ծառայությունների վարորդները պահանջում են իրենց ևս ներառել գրանցված աշխատողների թվում եւ առողջապահական ապահովագրություն ունենալու հնարավորություն տալ։ Մենք դաժե ապառիկի թուղթ ենք ուզում ավտոները թարմացնեն կամ ինչ որ տունը մի բան առնենք, չեն կամ ապառիկով է դաժե։ ԿՊԱ-ական պատգամավորները հրաժարվում են կատարել դատարանի վճիրն ու ներողություն խնդրել, քրգործ է հարուցվել։ Դեկտեմբերին դա որ իր ապարքիվավճարը ստացավ, իմ փորն էլ տվի։ Ժնևի բանակցությունները Մոսկվան եւ Կիևը դժվար են որակել, ըստ Զելենսկու, Մոսկվան եւ Կիևը գրեթե համաձայնեցրել են հրադադարի մեխանիզմը, բայց տարածքների շուրջ համաձայնություն չկա։ Օնլայն տաքսի ծառայությունների վարորդները, որ վճարում են տուրք եւ հարկ, այսօր բողոքի ցույց էին անում։ Ասում են, թեև իրենք հարկատու են, բայց գրանցված աշխատող ոչ միտեղ չեն համարվում։ Համբերության բաժակ կլցրել է հատկապես գիտակցումը, որ կարող էին նաև առողջապահական ապահովագրությունից օգտվել, բայց դրանից էլ չեն օգտվում։ Պահանջում են կարգավորել ոլորտը, իրենց էլ հնարավորություն տալ մյուսների պես ունենալ առողջապահական ապահովագրություն եւ գրանցված աշխատողի մյուս առավելությունները։ Մենք պահանջում ենք, որպեսզի այդ բոլոր տեղերում մեզ դիտարկեն որպես հիմնական եկամուտ ունեցող քաղաքացի։ 7 տարվա տաքսիստ Սաթենիկ Վարդանյանն այսօր գործընկերների հետ միացավ վարչապետ Փաշինյանին ուղղված նամակին։ Հիմնական պահանջն է ճանաչել իրենց ամսական եկամուտն ու գրանցել որպես աշխատող, որ կարողանան օգտվել հունվարից գործող անվճար բժշկական ապահովագրությունից։ Այսօր վարորդներ կան վթարից, որը ինքն է դաժե չի խփել, մեղավորությունը իրան չի։ Եկել են խփել են, ոտը ջարդվել է, այսօր իր հաշվին ինքը ոչ բժշկական ապահովագրություն ունի, բժիշկներին փող է տալիս։ Բայց ինքը տուրք է տվել, արդեն մի տարուց ավել է, 2 տարի է, ինչքան գիտեմ, պետական տուրքը տալիս են։ Քանի? Երրորդ տարի մենք պետական տուրք ենք տալիս։ Yandex տաքսին սպասարկող վարորդները Բրազիլիայի հրապարակում 2 օր ստորագրություններ կհավաքեն ու կուղարկեն կառավարություն։ Պետությանը մենք հարկ ենք մուծում։ Եթե ինքը մեզանից վերցնում է որպես տաքսի շոֆեր, ես մարդ եմ, ինքը ինձանից որպես տաքսու վարորդ վերցնում է հարկ։ Ինքը այդտեղ գիտակցում է, որ ես տաքսու վարորդ եմ։ Այդ ոնց է չի գիտակցում, որ ես մարդուն ես հարկում եմ որպես տաքսու վարորդ, դեպքում բերեք գրանցված աշխատող համարենք այդ մարդուն։ Եթե կառավարության ղեկավարը չկատարեց իրենց պահանջը, անհնազանդության խաղաղ ակցիաներ կանեն, հայտարարում էր նրանց սատարելու եկած Երևանի ավագանուն դիմադիր Մայր Հայաստան խմբակցության անդամ Մեսրոբ Մանուկյանը։ Այդքան որ հայտարարվում էր կառավարությունում, որ այն աշխատողը, որը 200,000 դրամից ավել աշխատավարձ է ստանում, պետք է համարվի առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամի շահառու, ճիշտ է թե չէ, այսինքն անվճար այս մարդիկ բուժօգնություն ստանան։ Այս մարդիկ նաև զրկված են դրանից։ Այսինքն իրենք իրանց վաստակացից 25-ից մինչև 31% գումար են դուրս տալիս, այսինքն վճարում են, տաքսի ծառայություն կլինի, հարկային կլինի, մյուսը կլինի, դրա դիմաց մեր երկրում իրանք չկան։ Պետության համար այս մարդիկ չկան։ Վարորդները պատմում են, որ օրական նախատեսված 8 ժամի փոխարեն մինչև 14 ժամ են աշխատում, որ կարողանան թե Yandex-ի միջնորդավճարը փակեն, թե պետական տուրքը վճարեն եւ գումար առանձնացնեն վառելիքի, մեքենայի եւ ընտանիքի համար։ Ամեն ամիս ամեն մարդուց ամենակիչը
200-250 հազար, ամեն վարորդից ամենակիչը 250 հազար, ուղղակի չկներեք այս բառից համար, ուրիշ տարբերակ չկա այստեղ, այսպես ասելու, քերում է։ Տոկոսադրույքը սկզբից, որ Yandex-ը նոր եկավ Հայաստան, բոլորս հիշում ենք, չէ՞, սկզբից առանց տոկոսեր, հետո 3-4% ու բարձրացավ կամաց-կամաց, այս պահին տոկոսադրույքը մինիմալը կազմում է 25%։ Վարորդները ստիպված ենք լինում քշել 12-14 ժամ։ Այդքանը քշելուց հետո, չգիտեմ ձեզանից ով է վարորդ, լուբոյ վարորդ, հիմա ինձ կհասկանա, այդքանը քշելուց հետո վարորդը անգամ եթե չի օգտագործել ալկոհոլ կամ ինչ-որ մի բան, բայց նա չի կարող ստապ լինել, որովհետև նրա մեջ էլ ուժ չկա։ Ընդհանուր առմամբ 1/3-ից վարորդին մնում է գումարի մոտ 69%-ը։ Մի մասը վճարում են Yandex-ին, 4-ից 5%-ն էլ պետությանը որպես պետական տուրք։ Պետական տուրքի մասին օրենքով է որոշվում տաքսիստ վարորդների պետության առջև պարտավորությունները։ Դրանք ոչ եկամտահարկ են վճարում, ոչ էլ սոցիալական վճար, չունեն աշխատանքային պայմանագիր, չեն համարվում գրանցված աշխատող, հետևաբար չեն էլ կարող օգտվել առողջապահական անվճարապահովագրությունից, եթե անգամ ամսական վաստակում են 201,000 դրամից ավելի մաքուր աշխատավարձ, զրկված են նաև եկամտահարկի վերադարձից։ Մենք դաժե ապառիկի թուղթ ենք ուզում ավտոները թարմացնենք կամ ինչ որ տունը մի բան առնենք, չեն կամ ապառիկով է դաժե։ Ասում են դուք ոչ միտեղ գրանցված չեք։ Ինչու են օնլայն տաքսիների վարորդները հայտնվելու ցանցքում, ինչու պետությունը չի կարգավորում նրանց աշխատանքային հարաբերությունները։ Այս հարցերի պատասխաններն այսօր ՊԵԿ-ից ստանալ չհաջողվեց։ Ազատության զանգերը մնացին անպատասխան։ Yandex-ի ղեկավարությունը եւս մեր հարցերին չպատասխանեց, խնդրեցին գրավոր հարցում ուղարկել, որին էլ նրանց փոխանցմամբ կպատասխանեն օրենքով սահմանված ժամկետում։ Ընդդիմադիր Էդգար Ղազարյանն ասում է, անգամ դատարանի վճռից հետո ԿՊ-ականները ներողություն չեն խնդրել իրենից։ Ղազարյանը դատարաններ դիմել 2 տարի առաջ, երբ ազգային ժողովում մի ընտրության ժամանակ Արթուր Հովհաննիսյանն ու Ռուստամ Բաքոյանը վիրավորել էին նրան, թե դատարանը վճռել է Հոկուտ Ղազարյանի, անգամ գումար է բռնագանձել, բայց ներողության տեքստ մինչ օրս հրապարակված չէ։ Իշխանության օրոք Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առաջ։ Եթե այս իշխանության օրոք բոլոր քաղաքացիները հավասար լինեին օրենքի առաջ, ինչպես վստահեցնում է ԿՊ-ական падգամավորը, հիմա նույն այս падգամավորը մեղադրյալի աթոռին կլիներ, պնդում է Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։ Ինքը հենց հիմա պետքա լիներ մեղադրյալ դատարանի օրինական վճիռը չկատարելու համար։ Ընդդիմադիր Ղազարյանը սեփական օրինակով է ցույց տալիս, որ Արթուր Հովհաննիսյանի ասածն իրականությունից հեռու է։ Հիմնական պահանջը այն է ներողություն խնդրել սահմանված տեքստով եւ այդ տեքստը հրապարակել ազգային ժողովի կամ առաջին հերթին լրատվական կայքի պաշտոնական YouTube-յան ալիքներում։ Դա չի կատարել։ Ղազարյանը դատի էր տվել Արթուր Հովհաննիսյանին իրեն վիրավորելու համար։ Ընդհուպ վերաքննիչ դատարան է հասել ու հաղթել ԿՊ-ական падգամավորին։ Դատարանը վճռով պարտավորեցրել է նյութական փոխհատուցում եւ հրապարակային ներողություն։ ԿՊ-ական падգամավորը պահանջի մի մասն է կատարել, 1,250,000 դրամը վճարել է, բայց հրաժարվում է ներողության տեքստը հրապարակել, ասում է Էդգար Ղազարյանը։ Փաստացի, այսինքն եւ վճռի սահմանված ժամկետում չի կատարել, ինքը նաեւ հարկադիր վարույթի շրջանակներում չի կատարվել, որտեղ հարկադիր կատարողը վարույթը նախաձեռնելուց հետո իրան լրացուցիչ ժամկետ է տվել, ասում է այս ժամկետում պետքա կատարվի։ Ղազարյանը դատարան էր դիմել 2 տարի առաջ, երբ ազգային ժողովում ՄԻՊ թեկնածուի ընտրության ժամանակ հանձնաժողովի նիստում ԿՊ-ականներ Արթուր Հովհաննիսյանն ու Ռուստամ Բաքոյանը վիրավորել էին նրան ու սպառնացել։ Հայաստան խմբակցությունը եւ պատիվ ունեմ խմբակցությունը ծաղրում են մարդու իրավունքները մեր երկրում, ուղարկելով ազգային ժողով այս ծաղրածուին։ Լսում եք այ պարոն Խեղկարտակ։ Ժողովրդին մեկը բան ասե, լեզուն կկտրեմ անկաժներն հետը։ Որպես սպառնալիք։ Վճիրն անցած տարի ուժի մեջ է մտել Հովհաննիսյանի կուսակից Ռուստամ Բաքոյանը դատարանի պահանջը առհասարակ չի կատարել, ասում է Ղազարյանը։ Փոխհատուցումը, որ դարձյալ 1,250,000 դրամ է եղել, նրանից հարկադիր ծառայությունն է գանձել, իսկ ներողությունը այդպես էլ չի հրապարակել։ Ռուստամ Բաքոյանը կամավոր այդ մասն էլ չի կատարել, բայց հարկադիր իր հաշիվները կալանքա դրել, դեկտեմբերին դա որ իր ապարքիվավճարը ստացավ, ինֆորմել տվին։ Էդգար Ղազարյանը իրավական բոլոր ատյաններով անցել է, ու այդպես էլ Ռուստամ Բաքոյանին պատասխանատվության չեն ենթարկել դատարանի որոշումը ամբողջությամբ չկատարելու համար։ Էլը չի կատարել, ես դիմել եմ գլխավոր դատախազին, դատախազը ուղարկել է Արարատի մարզային դատախազություն, ընդից Արարատի մարզի վեդի քննչական բաժին, քննիչը որոշում է կայացրել, որ վարույթ չի նախաձեռնում։ Իհարկե, ես բողոքարկել եմ հսկող դատախազին, հսկող դատախազը մերժել է իմ բողոքը քննիչի որոշման։ Ես հիմա դիմել եմ Արարատի մարզի դատարան եւ հիմա դատարանը վարույթ է ընդունել իմ դիմումը, որպեսզի դատարանը պարտավորեցնի
մարմնին, որպեսզի իրանք վարույթ նախաձեռնեն։ Քրեական օրենսգրքով դատարանի վճիռը չկատարելը քրեական հանցանք է։ Վճիռը սահմանված ժամկետում չկատարելը պատժվում է տուգանքից ընդհուպ ազատազրկմամբ։ Եթե դա կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, պատիժն ավելի խիստ է։ Եվ եթե կա ուրեմն իրավական process հարուցելու անհրաժեշտություն, այդ իրավական process-ը պետք է հարուցվի անկախ Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացու կարգավիճակից։ Կաթողիկոսին հետապնդում են ու արգելում երկրից բացակայել հենց այս մեղադրանքով, որ դատական ակտի կատարմանը խոչընդոտել է։ Սա այն դեպքում, երբ դատարանը նույնիսկ իրավունք չունի քննել եկեղեցական որոշումներն ու որևէ բան պարտադրել նրան, շեշտում է Ղազարյանը։ Եվ ինքը մեղադրում է մարդկանց, հոգևորականների, որոնք դատանի որևէ որոշման հետ ուղիղ առնչվող սուբյեկտ չեն, եւ նրանք չեն կատարել դատանի պահանջը, պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Դատանի վերջնական վճիռը կա, որ ոչ թե վերացական բան, այլ շատ կոնկրետ, ասում է Արթուր Հովհաննիսյանին պարտավորեցնել, ներողություն խնդրել Էդգար Ղազարյանից, այս տեքստով, տեքստը հրապարակել ազգային ժողովի կայքում, ասեք շատ որոշակի է։ Արթուր Հովհաննիսյանին ընդհուպ հարկադիրն է պարտադրել, որ կատարի դատարանի պահանջը։ Այս ժամկետն էլ ավարտվել է ու նա պահանջն անտեսել է։ Էդգար Ղազարյանը դիմել է գլխավոր դատախազություն, որ Արթուր Հովհաննիսյանին պատասխանատվության ենթարկելու գործընթաց սկսեն։ Մեր նկարահանումից ժամեր անց Էդգար Ղազարյանը ստացել է քննիչի գրությունը, որ քրեական վարույթ են հարուցել դատարանի օրինական վճիռը չկատարելու հոդվածով։ Իշխող խմբակցության քարտուղարն ու падգամավորը ինչու չեն կատարում դատարանի պահանջն ամբողջությամբ, ինչու ներողություն չեն խնդրում ու հրապարակում, ինչպես պահանջում է վերաքննիչը։ Առավել ևս, որ վստահեցնում են իրենց իշխանության օրոք բոլորը հավասար են օրենքի առաջ։ Ոչ Ռուստամ Բաքոյանը, ոչ էլ Արթուր Հովհաննիսյանը մեր զանգերին ու գրավոր հարցերին երկրորդ օրն էլ չեն պատասխանում։ Նրանք հարցերը տեսել են ու չեն արձագանքում։ Դատարանի պահանջը չկատարած իշխանականներին փնտրեցինք խորհրդարանում, փոխանցեցին Հովհաննիսյանը երկրում չէ, իսկ Ռուստամ Բաքոյանը աշխատասենյակից դուրս չեկավ, պատճառաբանելով, թե զբաղված է։ Բայց զբաղված հանդիպումներ ունի նշանակված։ Եթե իշխող խմբակցության քարտուղարի վերաբերյալ քրեական վարույթ հարուցել են, ապա ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Բաքոյանի դեպքում իրավապահները անգամ մերժել են քրեական գործ հարուցել։ Իսկ ինչպես կզարգանա իշխող խմբակցության քարտուղարին առնչվող քրեական գործը։ Արդյոք դատարանի որոշումը չկատարած Արթուր Հովհաննիսյանին մեղադրանք առաջադրելու համար գլխավոր դատախազը խորհրդարան կգնա։ Աննա Վարդապետյանի խորհրդականը մեր այս հարցին դեռ չի պատասխանել։ Օրերս ոստիկանությունը Երևանում այսպես կոչված պատվի սպանություն կանխեց։ Իրավապահները հայտնեցին, որ ահազանգ են ստացել, թե հայրը Չեչնիայից հասել է Հայաստան, որ այստեղ ապաստանած դստերը սպանի։ Ողբերգությունը կանխվեց, տղամարդը արդեն արտաքսվել է Հայաստանից։ Մոտ 4 ամիս առաջ սակայն Հայաստանը ցնցվեց ողբերգական դեպքից, երբ Այշաթ Բեյմուրատովան սպանվեց Երևանում։ Այս դեպքում սակայն իրավապաշտպաններն ու իրավապահները միայն աղջկա անհետանալուց հետո էին նրա մասին իմացել։ Հայաստանում սպանված չեչեն կնոջ հուղարկավորությունը իրականացվելու է պետության միջոցներով Հայաստանում։ Նոր մանրամասներ են ի հայտ եկել Չեչնիայից ընտանեկան բռնության պատճառով Երևան փախած 23-ամյա Այշաթ Բայմուրատովայի ենթադրյալ սպանության գործով։ Դեպքից 4 ամիս անց քննչական կոմիտեն հայտնել է, կնոջ սպանության մեջ կասկածվում են Ռուսաստանի երկու քաղաքացի՝ Կարինա Իմինովան եւ Սաիդ Համզատ Բայսարովը։ Դեպքից ամիսներ անց իրավապահները նրանց նկատմամբ հետախուզում են հայտարարել։ Հայ եւ ռուս իրավապաշտպանները պնդում են, այս երկու քաղաքացիները կապեր ունեն Չեչնիայի գործող նախագահ Ռամզան Կադիրովի ռեժիմի հետ։ Ուղղակի կապը Այշաթի սպանության մեջ կասկածվողների բացահայտված է գոնե սոցիալական ցանցերով։ Հայաստանի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը հղում անելով բաց աղբյուրներին նշում է, սպանության մեջ կասկածվող այս երկու անձանց նկատմամբ Ռուսաստանում նախկինում քրեական գործեր են հարուցվել, որոնք հետո կասեցվել են։ Մեկը մեղադրվել է տղան իսլամական պետությանը ֆինանսավորելու մեջ, որը թերորին հետապնդել է Ռուսաստանի Դաշնություն, քրեական գործ է հարուցվել, հետո ճակատագիր հայտնի չէ, այսինքն չեն պատասխանատվության ենթարկել, այս մյուս աղջիկը մեղադրվել է դանակով սպանություն կատարելու սպառնալիքի գործողության մեջ, որը նույնպես չի դատապարտվել։ Պարզ է, որ այդ մեխանիզմը քրեական հետապնդում, այնուհետև ստիպել գալ
համագործակցության կամ դառնալ գործիք, այդ մեխանիզմը գործել է։ Այշատ Բայմուրատովայի ողբերգական մահից 4 ամիս անց քննչական կոմիտեն դեռ չի ստացել դիակի փորձաքննության պատասխանը։ Կնոջ ընկերները 2 վարկած են առաջ քաշում՝ թունավորում կամ խեղդամահություն։ Ավելի քան 120 օր է Այշաթի մարմինը գտնվում է Երևանի դիահերձարաններից մեկում։ Հայաստանի իրավապահները 2 անգամ դիմել են Ռուսաստանի Դաշնություն հարազատներին տեղեկացնելու համար, սակայն մինչ այժմ ոչ ոք չի ներկայացել աճյունը տանելու։ Քննչական կոմիտեից ազատությանը փոխանցեցին Բայմուրատովայի հուղարկավորությունն իրականացվելու է պետության միջոցների հաշվին օրենքով սահմանված կարգով Հայաստանում, բայց երբ քննիչը դեռ չի որոշել։ Ժամկետի սահմանափակումը չկա, թողնված է քննիչի հայեցողության վրա։ Հիմա եթե քննիչը այս պահին որոշում կայացրեց հուղարկավորել ու մի շաբաթ հետո հայրը եկավ։ Այստեղ է մյուս հարցը, թե դուք ինչ իրավունքով եք հուղարկավորել, չէ որ պետք է սպասեք, բայց ինչքան կարող են սպասել։ Այստեղ ողջամիտ ժամկետի հետ կապված հարց կա։ Այշատ Բայմուրատովան Չեչնիայից Հայաստան է փախել նախորդ տարվա հունվարին։ Ռուս իրավապաշտպանները շուրջ 1 տարի պլանավորել են նրա փախուստն այն բանից հետո, երբ երիտասարդ կինը խնդրանքով իրենց է դիմել։ Հայաստանում Այշաթն ինստագրամյան բաց էջով միշտ պատմել է իր մասին, ցույց տվել գտնվելու վայրը։ Ընկերները պատմել են, որ նրա մահվան մեջ կասկածվող Կարինա Իմինովայի հետ Այշաթը ծանոթացել է ինստագրամով։ Հետո հենց նա ու մի տղամարդ վարձակալած բնակարան են հրավիրել Այշաթին։ Այդ բնակարանից նա տեսանյութ է ուղարկել ընկերներին։ Կադրում նաև Կարինան է երևացել։ Որոշ ժամանակ անց Այշաթը դադարել է պատասխանել ընկերների զանգերին։ Հոկտեմբերի 17-ից հետո ընկերներն ու իրավապահները սկսել են նրան որոնել։ 2 օր անց նրա մարմինը հայտնաբերվել է Երևանի կենտրոնում գտնվող բնակարանում։ Դոժց հեռուստաընկերությանը պատմել է նրա ընկերը, որը ծածկել էր դեմքն ու անվտանգության նկատառումներից ելնելով անանուն մնացել։ Произошло здесь, на 3-м этаже, в 100 метрах от национального собрания. Даже представить себе не могу. Դա տեղի է ունեցել այստեղ, 3-րդ հարկում, 100 մետր այն կողմ ազգային ժողովից։ Պատկերացնել անգամ չէի կարող, որ այստեղ կհայտնաբերվի ընկերուհուս մարմինը։ Չեչնիայի մարդու իրավունքների պաշտպան Մանսուր Սոլտայևը հայտարարել էր, թե անկախ իրավապաշտպաններն են մեղավոր ընտանեկան բռնությունից փախած եւ նրանց օգնությամբ Հայաստան հասած Այշատ Բայմուրատովայի մահվան համար։ Պնդել է, այդ կազմակերպությունների աշխատակիցները արտասահմանյան գործակալներ են, որոնք փոխադրել են աղջկան եւ կարող են պատասխանատու լինել սպանության համար։ Արթուր Սաքունցն իրատեսական է համարում այն, որ ռուս իրավապահները կհամագործակցեն հայկական կողմի հետ ու կասկածյալներին դատարան կտանեն։ Ակնկալել որ Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինները ջանքեր են գործադրելու հանցագործություն կատարման մեջ մեղադրվողներին կամ կասկածվողներին հայտնաբերողությամբ, դա միամտություն է։ Ավելին հատկապես եթե դա Չեչնիայում է, որտեղ նույնիսկ Ռուսաստանի Դաշնության ֆեդերալ մարմինները որևէ գործողություն չեն կարող կատարել Չեչնիայի տարածքում առանց Կադիրովի համաձայնության, հա, այսպես մի պետության մեջ է, այդ կրիմինալ ռեժիմը։ Շաբաթներ առաջ հորից մահվան սպառնալիքներ է ստացել նաև Հայաստանում գտնվող մեկ այլ չեչեն կին, որը նույնպես ընտանեկան բռնությունից էր Երևան փախել։ Կինը դիմել է Հայաստանում գտնվող ռուս իրավապաշտպաններին, որոնք համագործակցում են նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հետ։ Ոստիկանությունը համատեղ բողոքը ստանալուց հետո հայտնաբերել է տղամարդուն, որն արդեն աղջկա հետևից Հայաստան էր հասել։ Ավելի նպատակահարմար համարվեց հոր արտաքսումը Հայաստանից եւ որպես անցանկալի անձ եւ վտանգավոր ամենից կարեւորը առանց վերադարձի իրավունքի։ Պետք է ընտանեկան բռնությունից դժվարացել հայտնի սահմանապահ ծառայությանը այն հնարավոր անձանց ցուցակը, որոնցից ինքը կարող է ունենալ սպառնալիք։ Ազատության հետևից Հայաստան եկած Այշատ Բայմուրատովայի կյանքն այստեղ 10 ամիս տևեց։ Այս ողբերգական պատմությունը հերթականն է այն դեպքերի շարքում, երբ Հյուսիսային Կովկասում բռնության ենթարկված կանանց հետո տարբեր երկրներում հենց հարազատներն են հայտնաբերում, հետապնդում, ոմանք էլ անհետանում են։ Ավելի քիչ են դեպքերը, երբ պետությունները կարողանում են նրանց պաշտպանել, բայց միայն այն դեպքում, եթե տվյալ երկիր փախած կինը իրավապահներին հայտնում է, որ ինքը բռնության պատճառով է հայրենիքը լքել։ Միջազգային լրահոսի հիմնական թեման Ժնևում անցկացված ռուս-ուկրաինա-ամերիկյան բանակցություններն են, որ 2 օր տևեցին։ Զգուշավոր լավատեսական հայտարարությունների կողքին կան նաև ոչ այնքան լավատեսականները։ Կողմերը այդպես էլ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ տարածքային խնդիրների շուրջ։
Ռուսաստանն ու Ուկրաինան Ժնևում 3 եւ այսօր անցկացված եռակողմ բանակցությունների արդյունքում գրեթե համաձայնեցրել են հրադադարի մեխանիզմը, սակայն տարածքների շուրջ դեռ համաձայնություն չկա, հայտարարել է Ուկրաինայի նախագահը։ Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների միջև անցկացված բանակցություններից հետո Վլադիմիր Զելենսկին ասել է, որ ռազմական հարցերի շուրջ կողմերը առաջընթաց են գրանցել, սակայն հրադադարի մեխանիզմի շուրջ գրեթե ձեռք բերված պայմանավորվածությունը պահանջում է նաեւ քաղաքական որոշումներ, որոնք դեռ համաձայնեցված չեն։ Վլադիմիր Զելենսկին նշել է, որ տարաձայնություններ կան նաև ամենավիճելի հարցերի, այդ թվում Դոնբասի ճակատագրի շուրջ, որտեղից Ռուսաստանը պահանջում է, որ ուկրաինական զորքը դուրս գա, իսկ տարածքը հանձնվի Ռուսաստանին։ Զելենսկին ասել է, որ կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունն այս ուղղությամբ։ Մինչ այժմ դիրքորոշումները տարբեր են, քանի որ բանակցությունները հեշտ չէին, հետևաբար քաղաքական ուղու համար պատասխանատու ենթախումբը ինձ կներկայացնի նաև այս բոլոր նրբերանգները։ Հանդիպման ընթացքում էլ Ուկրաինայի նախագահը Ռուսաստանին մեղադրել էր բանակցությունները ձգձգելու փորձերի համար, որոնք ըստ նրա արդեն կարող էին հասնել եզրափակիչ փուլ։ Ուկրաինական պատվիրակության ղեկավարն էլ ասել է, որ բանակցությունների երկրորդ օրը բովանդակալից էր եւ առաջընթաց է գրանցվել։ Ռուստեմ Ումերովը նշել է, որ քննարկվել են ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական հարցեր, նաեւ անվտանգության պարամետրերը եւ հնարավոր որոշումների իրականացման մեխանիզմները։ Նրա խոսքով պարզաբանվել են մի շարք հարցեր, իսկ որոշ հարցեր դեռ լրացուցիչ համակարգման կարիք ունեն։ Առաջընթաց կա, բայց այս փուլում մանրամասներ չեն կարող հրապարակվել։ Հաջորդ քայլը մշակված որոշումները նախագահների քննարկմանը ներկայացնելու համար անհրաժեշտ կոնսենսուսի հասնելն է։ Մեր խնդիրն է դրա համար պատրաստել ոչ միայն զուտ ֆորմալ, այլև գործնական հիմք։ Ռուսական պատվիրակության ղեկավար նախագահ Պուտինի օգնական Վլադիմիր Մեդինսկին էլ ասել է, որ քննարկումները դժվար էին, սակայն գործնական։ Նա սակայն հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին։ Բանակցությունները տևեցին 2 օր, 3 շատ երկար, տարբեր ձևաչափերով, իսկ այսօր մոտ 2 ժամ։ Դրանք դժվար էին, բայց գործնական։ Հաջորդ հանդիպումը շուտով տեղի կունենա։ Մեդինսկին ավելի ուշ կրկին մեկնել է բանակցությունների վայր Ժնևի ինտերկոնտինենտալ հյուրանոց։ Նա լրագրողներին ասել է, որ այնտեղ կրկին հանդիպել է ուկրաինական կողմի հետ։ Այլ մանրամասներ սակայն ռուս պաշտոնյան չի հայտնել։ Երեկվա հանդիպումից հետո ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը հայտարարել էր, թե կողմերի միջև երկխոսություն հաստատելու նախագահ Թրամփի ջանքերն արդյունք են տալիս եւ նշանակալի առաջընթաց կա բանակցություններում։ Սթիվ Ուիտքոֆը սոցցանցում գրել էր, որ երկու կողմերն էլ համաձայնել են նոր տեղեկություններ փոխանցել իրենց ղեկավարներին եւ շարունակել աշխատանքը համաձայնության հասնելու ուղղությամբ։ Սակայն ռուսական պատվիրակությունում Ֆրանս Պրեսի աղբյուրները հայտնել էին, որ երեկվա հանդիպումը շատ լարված է անցել։ Ամերիկյան Axios-ի լրագրող Բարակ Ռավիդն իր հերթին սոցցանցում գրել էր, որ բանակցությունները մեջբերում են դոփում են տեղում ռուսական կողմի դիրքորոշման պատճառով, որը ներկայացրել է պատվիրակության նոր ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։ Թե կոնկրետ ինչ է պահանջել Մեդինսկին, լրագրողը չէր մանրամասնել։ Ուկրաինայի նախագահն էլ Axios-ի նույն լրագրողին տված հարցազրույցում ասել էր, որ ուկրաինացիները չեն ընդունի որևէ համաձայնագիր, որը կներառի ուկրաինական զորքերի միակողմանի դուրսբերումը Դոնբասից եւ տարածաշրջանի հանձնումը Ռուսաստանին։ Մարդիկ երբեք չեն ների, երբեք, նրանք չեն ների ոչինչ, ոչ էլ Միացյալ Նահանգներին, ասել էր Զելենսկին եւ դժգոհել, որ Դոնալդ Թրամփը միայն Ուկրաինային է կոչանում զիջումների գնալ խաղաղության հասնելու համար, ինչը ըստ նրա անարդար է։ Զելենսկին նաեւ հայտնել էր, որ ուկրաինական բանակցային թիմին հանձնարարել է Ժնևում բարձրացնել Ռուսաստանի նախագահի հետ իր հանդիպումը կազմակերպելու հարցը, քանզի ըստ նրա տարածքային հարցերի շուրջ տարաձայնությունները կարող են լուծվել միայն Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման միջոցով։ Այս ընթացքում կողմերը շարունակել են փոխադարձ հարվածները։ Ռուսական կողմը հայտնել է, որ եւս 2 բնակավայր է վերցրել Ուկրաինայի արևելքում։ Ուկրաինական բանակն իր հերթին հրթիռներով հարվածել է Բելգորոդի էլեկտրամատակարարման օբյեկտներին։ Անօթաչուներով էլ հարվածել է ռուսական Չեբոքսարի քաղաքին։ Բրյանսկում ուկրաինական անօթաչուի հարվածից 1 մարդ է սպանվել։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում որոշ առաջընթաց կա, սակայն Թեհրանը դեռ չի ընդունում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած կարմիր գծերը։ ԱՄՆ փոխնախագահը նշել է, որ Վաշինգտոնը շարունակելու է դիվանագիտական ջանքերը, սակայն վերջնական որոշումը, թե երբ են սպառվել դիվանագիտական հնարավորությունները, նախագահ Դոնալդ Թրամփինն է։ Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցությունները վերսկսել են փետրվարի սկզբին։ ԱՄՆ-ն եւ Իսրայելը հայտարարում են, որ Իրանը ձգտում է միջուկային զենք ստեղծել, ինչը կարող է սպառնալ Իսրայելի գոյությանը։ Իրանը մինչդեռ պնդում է, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ ունի։ Այսքանն էինք նախատեսել այսօրվա համար, նորություններին հետևեք azatutsun.am կայքեջում եւ սոցիալական մեդիայի մեր էջերում, իսկ լրատվական թողարկումները եթերում կլինեն վաղ ժամը 16-ից։ Հաջողություն։